Ես նույնպես ողջունում եմ ձեզ, ես Արեգ Նիկողոսյանն եմ, Կզնակ հիմնադրամի հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության բաժնի մասնագետը։ Գիտենք բոլորով, որ այժմ հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները մասնակցում են Կզնակ հիմնադրամի փորձագետների կողմից իրականացվող վերապատրաստման աշխատանքներում եւ թեման ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանն է, ինչպես են անցնում վերապատրաստումները։ Սիրով լսենք ձեզ, Տիկին Զաքարյան։ Բարև ձեզ, ես Կապանի համար 1 հիմնական դպրոցի տնօրենն եմ, Լուսինե Զաքարյան։ Նախ ասեմ, որ երբ որ սկսվեց այս դասընթացը, պիտի անկեղծ լինեմ, այնպես չէ, որ շատ ոգևորված էինք, որովհետև կոնկրետ ինձ թվում էր, թե ժամանակահատվածը ճիշտ չէ ընտրված, որովհետև բնականաբար շատ ծանր ժամանակահատված է, եռուն ուսումնական դպրոցներում քննություններ են, մի քիչ ավելի ծանրաբեռնված ենք, բայց եթե ավելի անկեղծանամ, պիտի ասեմ, որ 1-2 դասընթաց անցնելուց հետո հասկացա, որ կարծիքս սխալ է, շատ էլ ժամանակին է ընտրված, ուրեմն մինչև դասընթաց սկսվելու օրը մեզ տրամադրվեց ժամանակացույցը եւ բոլոր տնօրեններս արդեն հստակ գիտեինք, թե շաբաթվա որ օրը, որ ժամին էր լինելու մեր դասընթացը, այնուհետև բոլորիս տրվեցին, եթե ասեմ, մեթոդական ուղեցույցներ, օրինակելի ու ԴՏՊ-ի պլանները, ըստ որի յուրաքանչյուրս պետք է տեղայնացնեինք։ Ասեմ, որ սա կոնկրետ ինձ համար ես եկ այն եզրահանգման, որ ՈՒԴՏՊ-ն կազմելուց, նախապես կազմելուց առաջ տարվա այս ժամանակահատվածում ես փորձում եմ ամեն օր իրականացնել տնօրենինքից խորհրդակցություն, որից առաջ մեթոդ միավորման նախագահները հանդիպում են իրենց անդամների հետ, յուրաքանչյուր ամսվա անելիքները իրենք ամփոփում են, ներկայացնում են ինձ, այնուհետև ես տեղայնացնում եմ հենց տեղում խմբում, որտեղ որ մեր վերապատրաստողն է, Կզնակի կողմից վերապատրաստողն է խումբը բացել, տեղադրում ենք երեկոյան վերապատրաստման ժամանակ արդեն առավելությունները, թերությունները, ինչ ունենք անելու, ինչ պիտի արդեն հանենք ՈՒԴՏՊ-ից եւ ես կարող եմ նշել կոնկրետ ինձ համար ինչն էր ամենակարևորը։ Ուրեմն ամենակարևորը, որ հասկացա, որ ՈՒԴՏՊ-ն պիտի լինի չափելի, ամենակարևորը, պիտի լինի բոլորիս համար ուրեմն իրատեսական, ձևական ոչինչ չենք անում եւ ֆինանսականը առանձնացնում ենք, այսուհետև ուսումնական դաստիարակչական աշխատանքների պլանում դա չպիտի ներառվի եւ այսքանը ինչ կարող եմ ասել եւ հասկացա, որ մեր զարգացման հնգամյա ծրագրի հետ կապված ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանով կարող ենք այդ բոլորը զարգացման ծրագրում ինչ որ ներառել ենք, բոլորը իրականացնել։ Այսքանը հիմա կարող եմ ասել, հետո եթե հարցեր լինեն։ Շնորհակալություն Տիկին Զաքարյան, այ կցանկանամ Տիկին Ալեքսանյան, դուք նույնպես խոսեք այն մասին, որքանով է կարևոր տարեկան պլանը դպրոցի կառավարման եւ ղեկավարման աշխատանքները կազմակերպելիս, համեցեք։ Շնորհակալ եմ, ես Օլի Ալեքսանյանն եմ, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն, քանի որ ես նշանակվել եմ տնօրեն կառավարման նոր համակարգով, ըստ այդմ անցել եմ զարգացման ծրագիր գրելու, ուսումնասիրելու, նոր համակարգով ուսումնասիրելու ամենադժվար հրթիռ ճանապարհը, ինչի արդյունքում ուսումնադաստիարակչական պլանի կազմելը այլևս ավելի հեշտ է դարձել ինձ համար, քանի որ նոր համակարգով, ինչպես նշեց Տիկին Զաքարյանը, մենք ֆինանսական մասով այլևս չենք հետաքրքրված չենք եւ մեր աշխատանքը չէ այլևս եւ ուսումնադաստիարակչական տարեկան պլանի կազման համար այլևս խոչընդոտներ ես չունեմ, բայց այնուամենայնիվ այս վերապատրաստումները
էլի կան բացեր, որոնք որ լրացնում են, իրականացնում են պատշաճ ձևով վերապատրաստումները, նախապես կազմվել է գրաֆիկ, ներկայացվել է մեզ, ճիշտ է, հանրակրթական դպրոցներում այս պահին մի քիչ խառը շրջան է, հատկապես ժամային առումով, ժամը 12:00-ին ենք իրականացնում վերապատրաստումները, որը որ մի քիչ դժվարացնում է մեր մասնակցությունը պատշաճ ձևով, բայց այնուամենայնիվ կարողանում ենք իմի բերել եւ մասնակցել վերապատրաստումներին։ Մեզ ուզող բոլոր հարցերին տրվում են հստակ պատասխաններ եւ կարծում եմ արդյունավետ է։ Շնորհակալություն Տիկին Ալեքսանյան։ Խնդրեմ Տիկին Խաչատրյան, դուք նույնպես կպատասխանեք այդ հարցին, որքանով է կարևորում տարեկան պլանը դպրոցի կառավարման եւ ղեկավարման աշխատանքները կազմակերպելիս։ Նորից ողջունում եմ բոլորին, ցանկացած աշխատանքը պլանավորելիս հեշտացնում է աշխատանքի ընթացքը։ Բնականաբար տարեկան պլանը, երբ որ մենք ունենք, արդեն կարող ենք մեր մանավանդ այս նոր ՈՒՏԱՏՊ-ի նոր ձևով, որը ճկուն է, հնարավորություն ունենք նաև փոփոխություններ անել տվյալ շաբաթվա ընթացքում, ցավոք սրտի ես արդեն դադարեցրել եմ իմ լիազորությունները, հիմա ունենք նոր պաշտոնակատար, իսկ ես, ինչպես Տիկին Ալեքսանյանը ասեց, այդ խրթին ճանապարհին եմ զարգացման ծրագիր կազմելու։ Եվ այս վերապատրաստումը ինձ հուսով եմ, որ աջակցություն է այդ զարգացման ծրագիր կազմելու ընթացքում եւ բնականաբար մենք այդ ընթացքում երբ որ քննարկումներ ենք կատարում, ճիշտ է, ես իմ լիազորությունները դադարեցված են, բայց ես դուրս չեմ եկել խմբից, մեր խմբին մասնակցում է նաև մեր նոր պաշտոնակատարը, որովհետև ես հույս ունեմ, որ ծրագիրս նորից կընտրվի, ես կշարունակեմ իմ աշխատանքը եւ բնականաբար սա խիստ անհրաժեշտ է ինձ համար։ Իսկ դասընթացները անցնում է քննարկումներով, մենք փորձի փոխանակումներ ենք անում, վերցնում ենք այն, ինչ նորն է մեզ համար, այնինչ մենք բաց էինք թողել, բնականաբար շատ անհրաժեշտ էր, դժվարությունների մասին բոլոր նշեցին տարվա այս ժամանակահատվածի, բայց յուրաքանչյուր բան դժվարություններ հաղթահարելի է, մեզ միայն խաղաղություն է պետք։ Շնորհակալ ենք շատ Տիկին Խաչատրյան։ Այ Տիկին Առաքելյան, ուզում ենք խոսքը տրամադրել ձեզ, ինչպես Տիկին Զաքարյանը, Խաչատրյանը եւ Ալեքսանյանը նշեցին, որ այս տարեկան պլանը անկախտելի կապված է հենց զարգացման ծրագրի հետ, իրենց դպրոցի, ուզում ենք լսել ձեզ, ինչպես կօգնի այս ձևաչափով մշակված տարեկան պլանը հասնելու ձեր դպրոցի զարգացման ծրագրի նպատակներին։ Շնորհակալություն, Լիլիթ Առաքելյան, Սյունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն։ Ես 5 կառավարման մոդելով աշխատող տնօրեն եմ առայժմ եւ զարգացման ծրագրի հետ պայմանավորված յուրաքանչյուր տարի իմ տարեկան աշխատանքային պլանում պարտադիր ես ներառել եմ այն կետերը նախորդ զարգացման ծրագրից եւ պարտադիր աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք հասնել ուսումնադաստիարակչական աշխատանքների մեր ցանկալի արդյունքներին եւ իհարկե ստացվում է, որովհետեւ երբ որ նպատակը դրվում է ժամանակ առ ժամանակ չափելի ձևով, այդ ձևով էլ կազմում է նաեւ տարեկան աշխատանքային պլանը։ Այս ձևաչափը, ինչպես Տիկին Զաքարյանը նշեց, մենք երկուսս էլ նույն խմբից ենք եւ այդ ինչպես Լսում եք։ Եվ այո, սկզբնական շրջանում ես համար մտածեցինք, որ ժամանակավրեպ է, հարմար չէ, լարվածություն է, բայց շատ կարևոր է, որ պահանջը դրվում է միասնական եւ ձևաչափը մշակվում է միասնական, ամենակարևոր քայլերից մեկը դա է։ Բնականաբար յուրաքանչյուր դպրոց իր մասով, իր ձևաչափով փոփոխությունները իրականացնում է եւ իր դպրոցի կարիքներից ելնելով է գրելու տարեկան աշխատանքի պլանը։ Մենք վերջացրել ենք առաջին կիսամյակը եւ ներդպրոցական վերահսկողությունն ենք վերջացրել եւ տարեկան աշխատանքային ուսումնադաստիարակչական աշխատանքային պլաններին ենք վերջացրել, արդեն մենք երկրորդ կիսամյակի վրա կաշխատենք։ Լավը նա է, որ մենք դա սկսում ենք իրականացնել հիմնականում օգոստոսի
18-ից հետո, հիմա օգոստոսի 18-ից հետո մենք ավելի ազատ ժամանակ ունենանք, կարևոր փաստը դա է, որ արդեն մենք ունենք կմախքը, հետո մենք որոշակի ավելացնելու, լրացնելու եւ այլ քայլերը կանենք, մի անգամ վրայով երբ որ անցնենք, արդեն ավելի հստակ կպատկերացնենք, նաեւ շատ կարևոր էր այս տարվա պահանջը, երբ որ մենք շաբաթական պլանավորում պետք է ունենանք։ Մենք ունենք ամսական պլանավորումը, որովհետև տարեկան աշխատանքային պլանը, երբ որ հաստատում ենք օգոստոսին, անընդհատ կզնակի կողմից, նախարարության կողմից պարբերաբար ստանում ենք հանձնարարականներ, որոնք պետք է կիրառենք մեր աշխատանքի ընթացքում, ամսվա պլաներում դա երևում է։ Մի քիչ շաբաթվա պլաններն էր մեզ համար նորություն, անձամբ ինձ համար նորություն է շաբաթվա պլանը, որովհետև շաբաթական պլան չէինք գրում, բայց դա էլ իհարկե շատ կարևոր է, որովհետև ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ամսվա ընթացքում ինչ նոր անակնկալներ, փոփոխություններ, բացակայություններ կունենան եւ արդյոք մենք կարող ենք շաբաթական պլանը իրականացնել, թե չէ։ Ինձ համար նորությունը դա էր։ Իսկ ընդհանուր աշխատանքների իրականացման մասով բնականաբար երբեք ոչ մի սեմինար ավելորդ չի լինում։ Որպես երկարամյա վերապատրաստող, ես ինքս դա շատ լավ գիտեմ, յուրաքանչյուր սեմինարից, յուրաքանչյուր վերապատրաստումից, յուրաքանչյուր շփումից մենք մեզ հետ վերցնում ենք նորը։ Եվ այդ նորը շատ կարևոր է, երբ որ դուք փորձում ես տեղայնացնել քո դպրոցում, ձեր կոլեկտիվում եւ այդ կոլեկտիվում մտցնել նաեւ նորամուծություններ։ Մենք փորձի շատ հետաքրքիր փոխանակում ենք ունենում, գաղափարների մտքերի փոփոխություն ենք ունենում, փոխանակում ենք եւ մտածում ենք, որ այո, եթե այս դպրոցում այս գործը կատարվել է եւ հաջողել է, ինչու՞ չփորձել նաեւ մեր մոտ, կամ եթե մերը հաջողել է, ինչու՞ չփորձել այլտեղ, այնուամենայնիվ գտնում եմ, որ այո, շատ նպատակահարմար էր եւ շատ կարեւոր է։ Իսկ ժամային առումով մենք խմբում խնդիր չունենք, քանի որ ժամանակացույցը ունենք եւ ամեն ինչ հստակ կոնկրետ ժամի սկսում ենք, կոնկրետ ժամին ավարտում։ Հաշվի առնելով բոլորի ստանաբեռնվածությունը։ Այսքանը, եթե կան հարցեր, խնդրեմ։ Շնորհակալ ենք շատ Տիկին Առաքելյան, Տիկին Հայրապետյան, լսենք նաև ձեզ։ Ինչքանով կօգնի այս ձևաչափով մշակված տարեկան պլանը հասնելու ձեր ծրագրի զարգացման ծրագրի նպատակներին։ Նախ ողջունում եմ բոլորին։ Ես էլ մասնակցում եմ ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի դասընթացին։ Ես սկսնակ տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար եմ Քաջարանի թիվ 6 հիմնական դպրոցի։ Աշխատում եմ մի տարի 10 ամիս արդեն որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Մասնակցում եմ դասընթացին, հաճույքով եմ մասնակցում։ Դասընթացը անցնում է շատ հագեցած, քննարկվում է ամեն մի մանրուք, ներկայացնում ենք մեր ծրագրերը ամսական, կատարվել է առաջին կիսամյակի տարեկան ծրագրի արդեն ավարտել ենք, կարելի է ասած, առաջին կիսամյակը, նաև վերահսկողությունը։ Ամենակարևորը նա է, որ ընդհանուր քննարկվում է, բաց թողումներով, թերություններով, մեկս մյուսին լրացնելով, եթե ունենք թերություններ, մեկը մյուսին օգնելով անցնում է դասընթացը նորմալ։ Ես չգիտեմ, ես շատ գոհ եմ, շնորհակալություն չեմ ասում, իհարկե, բայց շատ գոհ եմ դասընթացից, որովհետև ինձ ահագին շատ բան սովորացրեց, անում ենք, ճիշտ է, մինչ այդ անում ենք, բայց հիմա ավելի կատարագործված, ավելի գեղեցիկ, ավելի հաճույքով, ամեն դասընթացից հետո ես կոլեկտիվում քննարկում ենք մեր հարցերը, առաջարկությունները, կարելի է այսպես անել, կարելի է այնպես անել, ծրագրում այս մեկը գրենք, այն մեկը գրենք, ուսուցիչները ինձ հետ համատեղ կարելի ասել մասնակցում են այս դասընթացին եւ չգիտեմ, ես հաճույքով եմ մասնակցում։ Ընկեր Զաքարյանը նշեց ժամային խնդիրը, այդ ժամային խնդիրը բոլորիս մոտ կար, բայց արդեն առաջի երկու դասընթացից հետո սկսեցինք հաճույքով, ավելի հաճույքով մասնակցել։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ, Տիկին Ալեքսյանյան, լսենք ձեզ, ինչ օգնության, ինչպիսի աջակցության կարիք ունենք այս ձևաչափով մշակված տարեկան պլանով նախատեսված աշխատանքները կատարելու համար։
Միգուցե կունենաք առաջարկություններ, կունենաք որևէ օգնության կարիք, չգիտեմ, լսենք ձեզ։ Օգնության կարիք, եթե ներկայիս պահին ունենում ենք, հենց վերապատրաստումների ընթացքում հարցեր ենք ուղղում, բայց այնուամենայնիվ կարծում եմ, եթե մեր բոլորի զարգացման ծրագրերը լինեն իրատեսական եւ զարգացման ծրագրերում զետեղվեն այն ամենը, ինչը որ մեր դպրոցներին անհրաժեշտ է, հանրակրթական ուսումնական հաստատություններին անհրաժեշտ են, ուսումնական գործընթացը պատշաճ կատարելու համար անհրաժեշտ են, կարծում եմ ուսումնասիրական պլաններ գրելը եւ կամ ներկայացնելը կամ ունենալը, թե կլինի շաբաթվա կտրվածքով, կլինի ամսվա կտրվածքով եւ տարեկան կտրվածքով խնդիր չի լինի եւ որևէ դժվարություն չի առաջացնի։ Այնուամենայնիվ մենք բոլորս ունենք ինքնակրթվելու կարիք եւ ցանկացած վերապատրաստում, ցանկացած օժանդակություն միանշանակ բոլորիս համար անհրաժեշտ է։ Բայց այնուամենայնիվ պետք է յուրաքանչյուր տնօրեն կարծում եմ գնահատի իր դպրոցի ուժեղ եւ թույլ կողմերը եւ ըստ այդմ ունենա համապատասխան ուսումնադաստիարակչական տարեկան պլան։ Շնորհակալ ենք շատ։ Շատ շնորհակալություն Տիկին Ալեքսանյան։ Եթե այլ առաջարկություններ ունեք այս վերապատրաստումների հետ կապված, խնդրեմ, կարող եք առաջարկություններ անել։ Կան առաջարկություններ։ Չունենք առաջարկություններ, դե քանի որ ասել եք շնորհակալություն չհայտնեք, չենք հայտնում, ուղղակի ասում ենք, որ այնքանով է լավ այս վերապատրաստումը կազմակերպված, կոնկրետ իմ եւ իմ դպրոցի համար եմ դա ասում, որ շատ ժամանակ ինչ որ հարցեր լինում էին, որ ժամանակից ետ չմնալու, դե գիտեք նոր չափորոշիչների հետ կապված փոփոխություններն այնքան շատ են, շատ բաներ էինք ներառում։ Եվ ուսումնական տարին ավարտվում էր եւ լինում էին կետեր, ուզենք թե չուզենք, ինչ որ մի բան մնում էր բաց։ Բայց քանի որ նշեցի, որ այս ու դա այնքան կարևոր է, որ մենք սովորել ենք, որ դա պիտի լինի չափելի, կոնկրետ, հստակ, գնահատելի, իրատեսական, որ ոչ մի բան հենց այնպես չենք գրում, ձևական բնույթ չի կրում։ Ներառում ենք այն, ինչ պիտի անենք։ Ուզում եմ նաև այստեղ ես նշեմ, որ մոռացանք, նաև շատ կարևոր էր, որ ներդպրոցական վերահսկողության մեր առանձին պլանը ճիշտ է ունենում ենք նաև, բայց այստեղ ներառում ենք կետերով, որ ավելի սենց աչքի առաջ, ինչպես նշեցինք, շաբաթական կտրվածքով ոչ մի բան հանկարծ չմնա այն կողմ, որ բաց է չենք արել, եթե լինեն առաջարկություններ, ինձ թվում է հասանելի է կզնակը բոլորիս համար, մենք կարող ենք ձեզ գրել, զանգահարել, Teams-ով միանալ, ինչևիցե լավ է, այնուամենայնիվ շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Զաքարյան։ Մենք նույնպես կզնակ հիմնադրամի կողմից շնորհակալություն ենք հայտնում բոլոր տնօրեններին այսօրվա հետաքրքիր բովանդակալից հարցազրույցի համար։ Շատ շնորհակալ ենք հարգելի տնօրեններ, շնորհակալություն։ Ստեսություն լավ մնացեք, միշտ մեզ հետ, մեզ կողքին, մեզ սովորեցնող, մեզ հասնող։ Շնորհակալ ենք շատ։ Հաջողություն։ Հաջողություն։ Հաջողություն։